Պարոն Ալեքսանյան, նախորդին Ռոբերտ Քոչարյանը ոդկասթի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում որևէ քաղաքական գործիչ կամ հայտնի դեմք, եթե լինի եւ էշի պես զռա եւ մեջբերում եմ իր խոսքերը էլի եւ լավ զռա կունենա միլիոնավոր դիտումներ։ Իսկ այսօր արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը առաջարկ արեց Ռոբերտ Քոչարյանին, որ նա ինքը, եթե այդպես կամենում է, թող փորձի զռալ։ Այս մասով որևէ մեկնաբանություն կարող եք անել։ Կարծում եմ վարչապետի առաջարկած գաղափարը Ռոբերտ Քոչարյանը բխում է հենց իր արտասանածից, մարդը բան է ասել ու նրան այդ առաջարկը վարչապետի կողմից հենց այնա, որ էմպիրիկ եղանակով թող պարոն Քոչարյանը փորձի ապացուցել իր ասածների ճշմարտացիությունը, թեև ես նույնպես համակարծիք եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, իմ կարծիքով էլ եթե Ռոբերտ Քոչարյանը օրինակ մի 5 րոպե շարունակությամբ էշի պես զռա, միևնույնն է նրա դիտումները չեն գերազանցի իր սովորական դիտումները։ Պարոն Ալեքսանյան, կներեք, բայց այս քաղաքական բանավեճը ԵԽԽՎ-ի հայտնի զգուշացումից հետո ինչ մակարդակի է հասցվել, էշի պես զռալ, քարաքոսը միրգ է, թե բան, ինչ էր ասել, չեմ հիշում, կենթանի, սուջուխ կերեք, պերաշկի կերեք, Իսպանիայի մայրաքաղաքը որն է, սա ինչ բանավեճ է։ Պարոն Կիրակոսյան ջան, ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Բարձր մակարդակի Պարոն Կիրակոսյան, նորից եմ ասում, ինչպիսին ընդդիմությունն է, այդպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Մենք շատ կուզենայինք, որ մեր ընդդիմադիրները լինեին օրինակ ինտելեկտուալ, լինեին կառուցողական կամ թեկուզ ոչ կառուցողական, ապակառուցողական, բայց այնուամենայնիվ լինեին նորմալ քաղաքական դիսկուրսի մեջ, խոսային ինչ-որ կարևոր բաներից։ Այն մեկը վերակացել, ասում է, ես ուժեղ եմ ինչ-որ արհեստական բանականությամբ ռոբոտային վիդեոներ է սարքում, որտեղ ինքը 2 բառ հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն կամ աշխարհի որևէ լեզվով 2 բառ իրար կապել չի կարողանում, արհեստական բանականությամբ վիդեոներ է սարքում, ասում է, մենք ուժեղ ենք, դուք թույլ եք, դե մենք ուզում ենք հասկանանք, այդ ինչով են ուժեղ, ինչով են թույլ։ Այս մեկը ասում է, եթե էշի պես զռան, մենք ասում ենք, դե զռացեք։ Հիմա ինչ եք առաջարկում։ Ինչ պետք է անենք, օրինակ։ Բայց ընդհանրական ասեք, դուք ինչ եք ձեր վրա Բայց ում վրա ենք վերցնում։ Մենք մեր վրա չենք վերցնում, մենք իր վրա ենք։ Բա վարչապետը նաև ընդհանուր քաղաքական դաշտի համար որոշակի պատասխանատվություն ունի, եթե քաղաքական դաշտի ակտորներից մեկը նման առաջարկ կա։ Հարգելի Ռուզաննա, ես ասում եմ, եթե քաղաքական դաշտի ակտորներից մեկը նմանատիպ առաջարկ կա անում, վարչապետն ասում է, դե եթե այդպես քաղաքական դաշտին ընդհանուր առաջարկ եք անում, մի հատ ստուգենք, մի հատ զռացեք, հարգելի Ռոբերտ Քոչարյան, տեսնենք, այդ ձեր ասածը ապացուցվում է, թե չէ։ Հիմա հարցը մնում է այդ, խնդրում եմ հաջորդ անգամ երբ առիթ լինի, հարցնեք պատրաստվում է զռալ Ռոբերտ Քոչարյանը էշի պես, թե չի պատրաստվում։ Շարունակելով գործընկերոջս հարցը, թույլ տվեք վերակադրել համատեքստը, որի շրջանակներն էլ Ռոբերտ Քոչարյանը այդ դիտարկումն այլ է։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, պարոն Ալեքսանյան, որ դուք ձեր պերաշկի ուտելով, կուկուռուզ ուտելով եւ այլ մթերքներ ուտել ցուցադրելով անվճարացնում եք ընդհանրապես քաղաքական դաշտը, քաղաքական բանավեճը եւ ընտրական գործընթացը առաջիկան սպասվելիք ընդհանրապես եւ այդ համատեքստում էլ արած էշի պես զռալու եւ Դե շատ լավ, հիմա պարոն Քոչարյանը շատ ազատ ընտրություն ունի, կարա մեր կերած պերաշկիների ու կամ կուկուռուզների մասին խոսալու փոխարեն խոսի այն փողերի 200 միլիոն դոլարի մասին, որը ըստ դատախազության մեղադրանքի ինքն է կերել։ Կարա մեր կերած պերաշկու մասին խոսա, կարա ըստ մեղադրանքի իր կերած 200 միլիոնի մասին խոսա ու դրանով իսկ բավականաչափ լրջացնի քաղաքական խոսակցությունը։ Ինչպես իշխանությունը խոսույթը փոխեց եւ 4 միլիարդից վերադարձավ 200 միլիոն։ Բայց կներեք, հարգելի պարոն Կիրակոսյան, 4 միլիարդը դա, ինչքան ես եմ հասկանում, եղել է շատ տարածված մամուլում հրապարակումների տեսքով, այս մեկի տեսքով, այն մեկի տեսքով։ Նիկոլ Փաշինյանի ելույթներում։ Այո, բայց այնուամենայնիվ 8 տարի չկարողացաք ապացուցել։ Պարոն Կիրակոսյան, այնուամենայնիվ թույլ տվեք ասել 200 միլիոն դոլարը ինչքան է, էլի 200 միլիոն դոլարը, եթե ես չեմ սխալվում, 200 միլիոն դոլարը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյայի մի 5000 տարվա աշխատավարձն է։ 5000 տարվա, տասնյակ հազարների ամիսների կամ 5000 տարվա աշխատավարձն է, 200 միլիոն դոլար, 200 միլիոն դոլարը դա չգիտեմ, մի 100 հատ դպրոց է Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղերում։ Դա 1, 2, 3 պաշտպանական ամրաշինական կառույցա, որոնք մենք կառուցում ենք։ 200 միլիոն դոլարը, դա չգիտեմ, դա ահռելի թիվ է։ Պարգևավճար է։
Հա, եթե պարգևավճարի վերածենք $200 միլիոն, իդեպ էդ էլ է շատ հետաքրքիր միտք, որպես այդպեսին ենթադրում ես, օրինակ, եթե իմ տարեկան ստացած պարգևավճարի հետ համադրենք դա, Եվի 10,000 տարի պիտի պատգամավոր լինեմ, որ այդքան պարգևավճար ստանամ։ Հա, ահագին պարգևավճար։ Ալեքսան, ամեն դեպքում չասեցիք, ինչու եք այդքան անլրջացնում։ Ամեն օր երկրի վարչապետը կարող է նստել ուտել եւ ցուցադրել եղի ջոջո, փիփերթով ջաշ, պերաշկի, կարտոֆիլ։ Այսինքն այս երկու մենակ ուտելուց այն կոմ բան չկա։ Հարգելի Ռուզաննա, ես իհարկե հասկանում եմ, որ օրինակ Ռոբերտ Քոչյանը, միանշանակ, չէ, դե կոնտեքստի մեջ եք տալիս հարցը, կոնտեքստ, հիմա, չէ, մի վարքյան, էլի 1000 ներողություն, առհասարակ կյանքը տենց է, մարդը պետքա սնվի, առհասարակ ոչ մի վատ բան չեմ տեսնում Սիբեխով աղցան ուտելու մեջ, ձեզ էլ եմ խորհուրդ տալի, առողջ սնունդա, շատ բջջանյութեր է պարունակում, իր մեջ առողջարարը կերեք Սիբեխով աղցան, բայց հասկանում եք այդ մարդը, որ այդ մեղադրանքը հնչեցնում է, ինքը ինչով էր զբաղվում։ Այդ մարդը հանրայնացնում էր այն, որ ինքը գնացել է Տանզանիա, միլիոններ է ծախսել, խեղճ ու անպաշտպան վայրի բնության մեջ առյուծ է սպանել, նստել էր այդ սատկած առյուծի վրա ու ինքը այդ նկարներն էր հանրայնացնում։ Այդ է տարբերությունը։ Քան որ պարոն Ալեքսանյանը չի կարող Քոչարյանին որևէ կերպ վերագրել ինձ։ Պարոն Ալեքսանյան, հարցը հետևյալն է։ Հայաստանի վարչապետը, երբ որ այդ բուսատեսակներով ճաշերն ու աղցանները ուտում է, բոլորն էլ ուտում են, կարծում եմ չկա մարդ, որ այս սեզոնին օրինակ Սիբեխ չուտի։ Կա, ես ճանաչում եմ, բայց իրանց էլ եմ խորհուրդ եմ տալիս ուտել։ Հիմա դա հանրայնացնելու նպատակը ո՞րն է, ինչ եք ուզում դրանով ասել մարդկանց։ Ուղղակի ես այդտեղ ինչ-որ խնդիր չեմ տեսնում դա հանրայնացնելու մեջ, հասկանում եք, ես չեմ հասկանում դուք ինչու եք դրա մեջ խնդիր տեսնում։ Բայց վարչապետից այլ ակնկալիքներ ունի հայ հանրությունը։ Շատ լավ, հայ հանրությունը ինչ ակնկալիք որ ունի վարչապետից, նա այդ ակնկալիքները ձևակերպում է գնալով քվեարկության ու այդ քվեարկությունը ամրապնդելով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը կենթանի մարդ է, ով ժողովրդի հետ ուղիղ եւ անմիջական կապի մեջ է։ Ուղիղ եւ անմիջական կապի մեջ կարելի է մի օր, չգիտեմ, սպորտով զբաղվել, օրինակ հեծանվա սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպի հանրայնացման տեսանկյունից, կարելի է խոսել ուտելիքի մասին, կարելի է նաև եթերում պերաշկի ուտել ու դրա մեջ ինչ-որ աշխարհացունց ու վատ բան չկա։ Թե չէ, հիմա իր հարցը խնդիրները լուծելն է, թե օրինակ հայ դալեկին TikTok-ում գերազանցելը։ Հայդալեքը իդեպ լավ բլոգեր է, չգիտեմ ինչ որ մեկին կհաջողվի քաղաքական գործիչներին։ Դուք այսպեսով ուզում եք ցույց տալ, որ վարչապետը եւ դուք մեկն եք հասարակ ժողովրդից, այսպեսի հասարակ կենցաղավարություն եք վարում եւ պիտի Բայց դա իրականությունն է։ Այսպես ասած։ Չկներեք, հիմա դա եւ գնա եւ ձեզ ընտրի։ Հիմա դա փաստացի կենցաղավարություն եք որ ցույց տալու։ Այստեղ ցուցադրելու մասին չի, մենք մեր կենցաղավարությունն ենք ցույց տալիս, որպես այդպեսին, այդ կենցաղավարությունը ինչքանով է նման ժողովրդին, ինչքանով է տարբեր ժողովրդից, դա թող ժողովուրդը գնահատի։ Տեսեք եղին Սիբեխ Բայց դա է իրականությունը։ Բայց դա է իրականությունը, մենք ինչ անենք, ասեք։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, ձեր ընդդիմախոսներն ասում են, եթե դուք էլ այդպես ուժեղ եք, նորից կրկնեք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, կամ ասեք Արցախ, եթե աշխարհագրությունից լավ եք, ասեք Արցախի մայրաքաղաքը որն է, ինչպես կարձականքեք։ Ինչն է որը կներեք։ Արցախի մայրաքաղաքը։ Դա մոտավորապես նկատի ունեն այնտեղը, որտեղ իրանց պրոտեժեները ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը։ Այնտեղը, որտեղ Նիկոլ Փաշինյանը գոռում էր Արցախը Հայաստանը եւ նկատի ունեն։ Սահմանակերտում չէր Փաշինյանը։ Մենք այնքան կներեք դրա համար ինչ որ հատկապես մեծ ուժ պետք չի դա գոռալու համար։ Այ հատկապես մեծ ուժ պետք է դա գոռալուց հետո դրա պատասխանատվությունը կրելու համար։ Մենք կրել ենք դրա պատասխան։ Այո, մենք կրել ենք դրա պատասխանատվություն։ Այն ինչը որ կա, այն ամեն ինչը ինչ որ տեղի ունեցավ ու այն ամեն ինչը ուրիշ բան, որ այդ հիմա գոռացողները, այ օրինակ դուք Տաշիր գրուպի մեդիա ներկայացուցիչն եք որպես այդպեսին, տեսեք հիմա շատ հեշտ է, չէ՞, գոռալը այդ ձեր ասած օրինակ Արցախը Հայաստանը եւ վերջ, շատ հեշտ է։ Հիմա ես վստահ եմ օրինակ Կարապետյանների Գերդաստանը պատրաստ է դա գոռալ։ Ես երբևէ չեմ գոռացել, դուք եք գոռացել։ Ես կներեք, ես վստահ եմ, որ Կարապետյանների Գերդաստանը պատրաստ է դա գոռալ, բայց հազար ներողություն դրա պատասխանատվությունը ով է քաշելու, երբ որ Սամվել Կարապետյանի ու իր եղբոր 4 որդիները 4-ն էլ շատ տարակուսելի հանգամանքներով ազատված են բանակից, ով է քաշելու դրա հանգամանքները։ Չէ, կներեք, մի վարքյան, Նիկոլ Փաշինյան, մի վարքյան,
Նիկոլ Փաշինյանը բանակից ազատվել է, քանի որ իր 3 եղբայր են իրենք, 2 եղբայրը ծառայել են, օրենքով սահմանված կարգով ինքը ազատվել է։ Նիկոլ Փաշինյանի որդին ծառայել է Երևանից մաքսիմալ հեռավորության վրա։ Նիկոլ Փաշինյանի որդին կամավոր մասնակցել է պատերազմին, որտեղ էին Կարապետյանների 4 որդիները, ինչի 4-ից ոչ մեկ չի ծառայել, ինչի 4-ից ոչ մեկ չի ծառայել բանակում, ինչի 4-ից ոչ մեկ որևիցե մասնակցություն չի ունեցել։ Պարզ ենք, Նարեկ Կարապետյանին ասում ենք, արի մի հատ բուժզննություն անցի, տեսնենք այդ քո տեղեկանքը կեղծ է, որով ազատվել ես, թե չէ։ Մարդը ասում է, չէ։ Օրենքի կարգավորում չկա, որ իր կամքին Չէ, չկա։ Ուժեղ չեք, ձեր ասած խոսքերը այդ որ աշխարհագրությունից Ես այնքան ուժեղ եմ, որ ձեր մեդիայի սեփականատեր Նարեկ Կարապետյանը կամ ինքնա կամ իր ընկերը, այս երևի կլինի արդեն 2 ամիս կամ 3 ամիս, փախած է ման գալիս այն բանից հետո, երբ որ ես իրան բանավեճ եմ կանչել, փախած, գնացել չգիտեմ ինչի տակ է մտել, որպեսզի այդ բանավեճին չգա, գնացել է AI-ներով ինչ որ վիդեո, չգիտեմ ինչի տակ, այդ իրան հարցրեք, ինչի տակ է սովորաբար ելնում Նարեկ Կարապետյան, ասեք թող դրա տակից դուրս գա իմ հետ բանավեճի, եթե այդքան ուժեղ տղա է, բայց վստահ եմ, որ չի գա, որտեղ վախեցած է ու վախկոտ է, բայց դրա փոխարեն AI-ներով ինչ որ վիդեոներ են սարքում, կեղտոտ, ամենակեղտոտ բովանդակությամբ, ինչի համար տենց չգիտեմ, էլի, առհասարակ ինչ է ասում։ Խաղաղության ու պատերազմի դիսկուսին անդրադառնանք, Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարում է, որ դուք խաղաղության ամենամեծ սպառնալիքն եք եւ հիմա էլ շանտաժի եք ենթարկում մարդկանց, այդ պատերազմի խոսույթով վախեցնում եք։ Կներեք, էլի 1000 ներողություն, այդ որ ասում են շանտաժա, ինչն է սխալ մեր ասացի։ Բոլորը, ինքը, Կարապետյանները, ով կա, Սերժի Թաթոյանը, Սերժը, ելով կար այդ բանից, Ծառուկյանը իր Դոնբասյան Անդրանիկ Թևանյանով ու մնացածով, ինչ են ասում են, այս խաղաղության համաձայնագիրը պետք է ռևիզիայի ենթարկվի, այդ բանը Կարապետյանների, չգիտեմ ինչից ուժեղները, ուրիշ բան են ընդհանրապես ասում, ֆանտաստիկ մտահղացման են հասել, ասում է բան պետք է արվի։ Թրիփի համար պետք է ամերիկյան ներդրումներով կառուցվելիք, ամերիկյան երաշխավորությամբ կառուցվելիք թրիփի համար պետք է բերվի Չինաստանից եւ Ռուսաստանից երաշխավորություն անվտանգային, ինչ իրանց ենթադրում է թրիփի առհասարակ չեղարկում։ Ես չեմ պատկերացնում ոնց կարելի է, ոնց են իրանք պատկերացնում, որ ինչ-որ մի օր, ասենք ենթադրենք մի հրաշքով իրանք ձայն են հավաքել, այդ ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նախատեսում են անելու, Քոչարյանը գնացել է Թրամփի հետ հանդիպմանը հիմա ու Թրամփին ասում է, պարոն Թրամփ, մենք սենց մոտեցում ունենք, որ պետք է չինացիները ու ռուսները գան հայ-ամերիկյան թրիփին կանգնեն երաշխավոր, ասենք, քանի վայրկյան հետո այդ խոսակցությունը կավարտվի ու ինչով կավարտվի այդ խոսակցությունը որպես այդպեսին։ Կամ այս որ ասում են Արարատը մերն է։ Ես հասկանում եմ հուզական առումով դա հաճելի է լսել մեր քաղաքացիներին, պատմական առումով, հուզական առումով, էմոցիոնալ կապի առումով, ցանկացած առումով։ Երբ որ դա գրում է ինչ-որ մի պոետ, դա ուրիշ բան է։ Երբ որ դա գրում է երգահան, դա ուրիշ բան է։ Երբ որ դա ասում է ինչ-որ մի ասմունքող, դա ուրիշ բան է։ Բայց երբ որ դա ասում է քաղաքական գործիչով հավակնում է երկրի ղեկավարության, դա ուղիղ իմաստով նշանակում է դա նշանակում դա մի վարքյան էլի, դա չէ, տենց չի ասում, ուղիղ տեքստով ասում է Արարատը մերն է։ Չէ, կներեք, մի վարքյան, չէ, ասում է ուղիղ տեքստով Արարատը մերն է։ Դա, երբ որ նորից եմ ասում, երբ որ ասում եմ, դա երբ որ ասում է պոետը կամ երգահանը, դա ուրիշ բան է, բայց երբ որ ասում է դա քաղաքական իշխանության հավակնող գործիչը, դա տարածքային ուղիղ պահանջ է։ Թուրքիայից, այս դեպքում ՆԱՏՕ-ի երկրորդ 30 տարի բա ինչի չէին հարցներողություն 30 տարի ինչի չէին հարցակվում։ Ծրագրում նման բան չկա։ Ով է ասում, որ չէին հարցակվում։ Հայաստանը 30 տարի փորձարի Արարատ ազատագրի միջև ձեր իշխանությունը։ Չէ, իրանք չեն փորձելու Արարատ ազատագրել։ Բայց դրա համար ասում են, որ դա մեր պատմությունն է, չենք մոռանում շարժվում։ Չէ, մի վարքյան, Նարեկ, իրանք չեն փորձելու դա ազատագրել։ Իրանք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու իրանք ստանալու են ուրիշ ուղղությամբ պատերազմ, որի ժամանակ էլ բնականաբար ստանալու են ամբողջական հակառակորդ կողմը ստանալու ամբողջական աջակցություն նույն Թուրքիայից, ստանալու ամբողջական աջակցություն այլ երկրներից։ Այդ ալնելու որպես այդպեսի։ Շարունակելով պատերազմի թեման, պարոն Ալեքսանյան, Ռոբերտ Քոչարյանն այդ ոդքասթում ասում է նաև, որ եթե 21 թվականին իրենք ընտրվեին, ապա Արցախը չէր դատարկվի, քանի որ իրենք 2022 թվականի Պրահայի այդ անհեթեթ հայտարարությունը չէր ստորագրել։ Բայց իրանք ընտրվել էին 21-ից հետո։ Արցախահայերի Արցախ վերադարձի ծրագրի մասին էր խոսում, պարոն Գարնան։ Հազար ներողություն, բայց ինչպես եք պատկերացնում։ Հազար ներողություն, բայց Լեռնային Ղարաբաղը դատարկվել է հայերից այն ժամանակ, երբ որ իրանք ընտրվել են Լեռնային Ղարաբաղում իշխանության։ Երբ որ իրանց կոնգլոմերատը, այդ քրյա օլիգարխիկ չգիտեմ ինչերի, Լեռնային Ղարաբաղում անցել է իշխանության։
Դա այդ ժամանակա տեղի ունեցել։ Հիշում եք ինչ։ Հենց այս ֆոյեում, եթե չեմ սխալվում, հիշում եք ընդդիմադիր գործընկերների հայտարարությունները, Հայկ Մամիջանյան եւ այլն։ Այո, կեցե, վերջապես մեզ հաջողվեց Ղարաբաղում, կհաջողվի նաեւ Հայաստանում։ Հեսա կտեսնեք 1-2 օրից ինչ փոփոխություններ են լինելու։ Հեսա կտեսնեք եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսպես շարունակ։ Հիշում եք, մարդիկ ցնծում էին, քանի որ հաջողել էին։ Ինչ եղավ արդյունքում, տեսնում ենք։ Հիմա ուզում են կներեք, հիմա ուզում են բան անեն Հայաստանում։ Նույն բանը, մեկից մեկ։ Լեռնային Ղարաբաղում ինչ հայտարարություններ արել են միջև իշխանությունը զավթել է Լեռնային Ղարաբաղում, ոնց արել են, նույն ամեն ինչը, նույն տեքստերը ասում են այստեղ։ Եթե մենք իշխանություն չունենք, Ղարաբաղ ենք կորցնելու, այդ է հայտարարությունը։ Դուք հավատում եք, որ եթե 2021 թվականին Հայաստան Դաշինքը ստանձներ երկրի կառավարումը, այլ կարգավիճակ ունենար Ղարաբաղը, չէր դատարկվի, մենք գուցե ազատագրեինք Շուշին, Այստեղ ինչ որ գուշակություններ անել։ դուք եք խոստանում։ Ստեղ ինչ որ հանրահավաքների ստեղ ինչ որ հայտարարություններ, խնդրում եմ ուշադիր վերհիշեք, պարոն Իշխան Սաղաթելյան, նույնիսկ որդու Բայց հարցը։ իրանք խոստանում են, թե ասում իրանք չեն խոստանում։ Հա, ԿՊՆ-ն էլ խոստանում, բայց իրանք չեն խոստանում, նենց չիրանք չեն խոստանում։ Մի ասեք իրանք չեն խոստանում։ Բայց ես հա հիմա ձեր ասեմ, այստեղ գուշակություն անելու կարիք չկա։ Պետք է ուղղակի նայել Դաշնակցության 004 հայտնի շրջաբերական։ Նային կներեք։ Ամենտեղ, որտեղ ուզում եք, ամենտեղ։ Հա, ամենտեղ հրապարակված է, մամուլում հրապարակված է առնված։ Բոլոր մամուլներում հրապարակված է։ Ես եթե չեմ սխալվում, բոլորում հրապարակված է։ Որը մի քանի անգամ իրանք ընդունել են, որ կա, մի քանի անգամ հերքել են մեծ հաշվով, այսպես ինչ որ խառը բան են ասել, բայց ակնհայտ է, որ դա բացարձակ ճշմարտություն է։ Ասում Պրահայի հայտարարությունը։ Այդ ասում պետքա նայել կոնկրետ 004 շրջաբերական ինչ էին ասում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջում ավելի մեծ միավորի մեջ մտնել լավ կլինի Ղարաբաղի հետ։ Այդ էր լինելու։ Այսինքն ոչ թե Ղարաբաղ էր լինելու, այլ Հայաստան չէր լինելու։ Բայց այստեղ մի կարևոր թեզ կա, էլի, այս Ղարաբաղի հետ կապված, քանի որ sense խոսակցությունները ակտիվացել է, փորձում են այս խոսակցությունները ոչ իրանց դեմքով sense բան անել։ Անդադ նետեն մեր դաշտ, հազար ներողություն, էլի, իսկ դուք նկատել եք իրանք որ սկսել են Ղարաբաղի մասին համարյա չխոսալ կամ շատ քիչ խոսալ։ Ասում է վերադարձ են կազմակերպելու, դուք ասում եք չեմ խոսում։ Չէ, ժողովուրդ ջան, մի վարքյան։ Ազգային ժողովի ամբիոնից Հայաստան Դաշինքի падգամավորներից մեկը չէ, երկուսը չէ, երեքը գուցե 4-ը հայտարարել են, ասել են առանց Լեռնային Ղարաբաղի չկա Հայաստան։ Ճիշտ է, հիշում եք տենց արտահայտություններ, հիշում եք, մի վարքյան։ Հա, դե հիմա մի խոսքով իրանց падգամավորներից հայտարարություններ եղել են նմանատիպ, ասել են առանց Լեռնային Ղարաբաղի չկա Հայաստան։ Հազար ներողություն, Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը իրանք ստորագրել են։ Անցել է դրանից 3 տարի համարյա։ Անցել է դրանից 3 տարի համարյա։ Բա ինչ են եկել ստեղ Հայաստանում ընտրությունների մասնակցում, կրթության հարց խոսում, սոցիալական հարց խոսում, այս ինչի հարց խոսում, այն ինչի հարց խոսում։ Բա այդ ինչա, բայց ո՞նց է այս ամեն ինչ կատարվում։ Բա արդյոք սա չի նշանակում, որ կամ իրանք շատ վատ մանիպուլյացիա էին դիմում այն ժամանակ, կամ ուղղակի հիմա մարդկանց աչքին թոզ են փչում, այս թեման ուղղակի մի պահ սառեցրել են, որովհետև հասկացել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը կիսում է այն տեսակետը, որ Ղարաբաղյան շարժումը պետքա դադարեցնել ու չպետքա շարունակել, ու հիմա կենտրոնացել են սոցիալական հարցերի վրա, տնտեսական հարցերից են ուզում խոսալ, այն դրոշներն են ուղղակի դեմները դրել են, որովհետև տենց էլի։ Լավ, Արցախ վերադարձի, արցախցիների Արցախ վերադարձի օրակարգը, ռեալ օրակարգ եք համարում, թե նախընտրական։ Դա պատերազմի օրակարգ եմ համարում, ուղիղ պատերազմի օրակարգ է դա։ Ղարաբաղցիների վերադարձի հարցը դա ուղիղ պատերազմի, ուղիղ կոնֆլիկտի հարց է որպես այդպեսին։ Պարոն Ալեքսանյան, ես ուզում եմ հարցնել պարգևատրումների մասին։ Կան խոսակցություններ, որ ազգային ժողովի падգամավորները ստացել են պարգևատրումներ, արդյոք ստացել եք, կարող եք հրապարակել թիվը, եւ չեք համարում, որ ընտրություններին ընդառաջ պետծառայողների այդ պարգևատրումները այսպես նախընտրական կոնկրետ ուժին իշխանությանը ձայներ տալու կամ ձայներ կորզելու համար են արվել։ Մերսի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ազատություն ռադիոկայանն է, չէ՞։ Այո։ Ես ճիշտ ասած չեմ կարող այս պահին ասել, պիտի հայտարարագիրը կլրացնենք, կտեսնենք ամեն ինչը, այս պահին կոնկրետ թվերի չեմ տիրապետում որպես այդպեսին, բայց ես մի հատ հակադարձ հարց կուզենայի տալ ազատության ֆինանսավորման հետ կապված։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ամերիկյան ֆինանսավորումը ազատությունում դադարել է ու նաև դրանով պայմանավորված ազատությունը ֆինանսավորումը ձեր տեղեկությունները սխալ են, շարունակվում է եւ ինչ։ Հա, ամերիկյան ֆինանս, այսինքն այդ բանը ռուսաստանցի օլիգարխի
PR ակցիան, որը ազատությունը իրականացնում ամերիկացի հարկատուների փողերով, շատ հետաքրքիր է։ Պարոն Ալեքսանյան, Դա իմ տեսակետը չի, դա բացարձակ ճշմարտություն է։ Ապացուցել փաստերով։ Այո, ապացուցել։ Նայեք ձեր պատրաստած ռեպորտաժը, Դա ձեր անձնական կարծիքն է, ես փաստեր եմ պահանջում։ ասում եմ փաստ, որպես այդպեսին, բացեք ձեր պատրաստած ռեպորտաժը Տաշիր Սամոյի նախընտրական բարեգործության մասին, նայեք ինձ թվում է, որ ցանկացած մարդ, ով ծանոթ է ազատությանը, ով հետևել է ազատությանը, ով ազատությանը համարել է ժողովրդավարական, օրենքի գերակայության, իրավունքի գերակայության, արկայծող աստղ, եթե կուզեք հայկական լրատվական դաշտում, ու նայում է, թե ոնց է ազատությունը, ինչ ասեմ, Սերժի Վախտերի հանրային հեռուստաընկերության պես արդարացնում Տաշիր Սամոյի նախընտրական բարեգործությունը, ինչ սոուսով է ներկայացնում, ոնց է իրենց նարատիվները ներկայացնում, ես վստահ եմ, որ իմ հետ համակարգ կողմից քննադատությունը մեզ համար նորություն չի, շնորհակալություն ձեր անձնական կարծիքի համար։ Բայց ամեն դեպքում հարցի ենթատեքստը հետևյալն է, արդյոք այս պահին նման մեծ պարգևավճարները, պարոն Ալեքսանյան, ես ավելի կոշտ ձևակերպեմ, հարգելի գործընկերներ, ես ձեզ սիրելի քաղաքացիներ եւ հարգելի գործընկերներ, ես ձեզ կարող եմ ասել, որ ազգային ժողովի падգամավորները միջինում վարձատրվում են այնքան, ինչքան վարձատրվում են ընդդիմադիր լրագրողները ընտրության սեզոնին, ցավոք իհարկե Ուզում եք ասեք ձեր մեդիայում լրագրողները 300,000 դրամ են ստանում։ Դուր չեք ասում։ Ձեզ թվում է մենք իրոք տեղյակ չենք թվերից, որոնք որ ստանում են լրագրողներ։ Պարոն Ալեքսանյան, կներեք էլի այդ որպես Բայց բաց իմաստով չեմ։ Պարոն Ալեքսանյան, որպես Բա այդ գումար բա լրագրողների ստացած։ Չէ, իհարկե միանշանակ մենք դրա համար ունենք բացարձակ թափանցիկություն, բացարձակ։ Ամեն ինչի մասին հայտարարվում է մշտապես, երբևէ չի եղել, որ ինչ-որ բանի մասին դուք չիմանաք, երբևէ։ Բոլորս պարտաճանաչ լրացնում ենք մեր հայտարարագրերը։ Ասում եմ, այս պահին ուղղակի չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, կարանթուփ միջև իմ բանկը ուրիշ լինի, բան լինի, ստացած էլ չլինի, որպես այդպեսին, բայց ես նորից եմ ասում։ Փոխանցումը ծնվում է, էլի, Չէ, տենց թվային դարում դուք որ դարում տիրապետում եք ձերին, ոչ։ Հա։ Չէ, այս պահին ասում եմ կարող է չեմ ստացել նույնիսկ, հարկելի գործընկերներ։ Ես առաջարկում եմ, պարոն, բանկինգ օնլայն բացեք, ասենց թափում նայեք։ Բայց ինչ գիտեք ինչքան ենք ստացել կամ ստացել ենք կամ չենք ստացել։ 600 Ժողովուրդ ջան, հազար ներողություն, սիրելի գործընկերներ։ Ես որից 620 քանի հազար հոգու է դա նախատեսվում։ Չէ, ասեք, բա, ասեք։ Կներեք, հարգելի ազատություն ռադիոկայան։ Այդ տեսնում եք, հետո երբ որ Չէ, մի վարքան։ Ասում եք 4 միլիարդ, ասում եք 4 միլիարդ 600 միլիոն։ Քանի հազար կամ 100,000 հոգու համար է այդ գումարը։ ասեք Ասեք, Չէ, դուք խնդրեմ, ես ասեք։ դրա համար եմ հարցում, ինչի ես ասեմ, հրապարակի հրապարակ։ Թիվ չի հրապարակվում։ Երբ չի հրապարակում, անցած անգամ չի Չէ, հրապարակում։ նախագծի մեջ չկա թե քանի հոգու։ Շատ լավ, ես կարծում եմ դա պետքա ուղղել, շատ լավ էր իրար հետ բարձեցին, որ պետքա մարդիկ հասկանան, որ դա վերաբերվում է նախարարության, ասենք, կրտսեր մասնագետից սկսած բոլորին։ Այդ 4 միլիարդ 600 միլիոնը, որը իդեպ, որը Կրտսերը ձերն չափ չի ստանալու, պարոն Ալեքսանյան։ Հիմա ասեք ձեր թիվը որպես Ալամ աշխարհի ժողովրդավար իշխանության Արեգ ջան, ներկայացուցիչ։ ասում հիմա որ դեռ չեմ ստացել, ինչ ասեմ։ Չեք ստացել։ Ես առաջարկում եմ, բայց ես իրականում այս բանը շատ լավ ընդունում եմ, համաձայն եմ, ես առաջարկում եմ, որ հանրային գործունեություն ծավալող ցանկացած մարդ մշտապես պետքա ունենա այս թափանցիկությունը, ու իմ ընկալմամբ մեր շատ սիրելի լրագրողներն էլ պետքա ворթեգրեն այս թափանցիկությունը, որտեղ ինչքանով ես գիտեմ, ինչքանով ինձ է հասնում ինֆորմացիան, այս օրերին քեշով լրագրողներին վճարում են մոտավորապես ընդդիմադիր լրագրողներին 600,000 պլյուս դրամ աշխատավարձ, ինչը նույնն է ինչ падգամավորի աշխատավարձը, հարգելի գործընկերներ։ Ինչքանով ես գիտեմ, էլի ու քեշով գրանցվածը այլ թիվ է, քեշով գումարը այլ թիվ է որպես այդպեսին։ Գուցե սխալվում եմ, գուցե որոշակի սխալ կա, այնուամենայնիվ ինձ նմանատիպ ինֆորմացիա են ասել, ու ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, ու սիրելի քաղաքացիներ, այո, դրանից հետո լինում են դեպքեր, երբ որ падգամավորից ավելի բարձր հիմնականում քեշով ստացող լրագրողները գալիս են падգամավորին, ասում են դու ինչքան ես ստանում, ես ես անում, այն ես անում։ Լինում են նաև դեպքեր, կներեք ավարտեմ, պարոն Կիրակոսյան։ Հա, չէ, բայց մի վարքյան ավարտեմ, կներեք, պարոն Կիրակոսյան, ավարտեմ։ Համաձայն եմ, իհարկե ոչ բոլորն են, օրինակ CVKM-ը, որին դուք ատում եք, ամեն ինչը գրանցված օրինական ձևով է ստանում,
Բայց ձերը բա տենց է միջև հիմա չասեցիք է ումա պատկանում ձեր լրատվականը։ Կներեք, հիմա որ գիտենք Civic-ը ԿՊ-ին է պատկանում եւ առավոտից իրիկում 21 թվականի ստատուսները սկրին անում են, տարածում են ու 21 թվականի ստատուսներ չեք սկրին անում տարածում։ Բայց ոչ կոնկրետ թիրախավորելու Կներեք, էլի մի րոպե, հարցը չեմ տվել, ինչին եք պատասխանում։ Հարցը չեմ տվել։ Հարցը չեմ ամբողջացրել։ Ձեր գործընկերը Բայց ես էի հարցը։ Չէ, ինչու չենք ասում։ Գրած չէ մեր բանը։ Պիտի գրած լինի։ Գրած, ամեն ինչը գրած է, կներկայացնենք ձեզ։ Ես սիրով կներկայացնեմ ձեզ։ Ես անձամբ, չէ, ես հրապարակային կներկայացնեմ։ Հա, հրապարակային։ Կուսակցության հաշվի։ Պարոն Ալեքսանյան, լավ։ Չէ, մի վարքյան, որ ասում եք թիրախավորում։ Այսինքն մարդը գրել է, որ բան, ինչ անունը։ Ու 680,000 քաղաքացիները ժեխ են։ Այդ ստատուսը մարդիկ վերցնում են, ասում են, այս մարդը գրել է հետևյալը, բառացի մեջբերում, առանց որակավորման, առանց պիտակի, առանց այս մեկի, առանց հավելյալ որևէ բանի, ուղղակի ասում են, այս ինչ մարդը ասել է 680,000 քաղաքացիները ժեխ են։ Դա մի ընդհատեք էլի։ Մի ընդհատեք, դե մի ընդհատեք ժողովուրդ, խնդրեցի։ Պարոն Կիրակոսյան, 1000 անգամ խնդրում եմ, պատրաստ եմ 3 ժամ պատասխանեմ ձեր հարցերին, խնդրում եմ մի ընդհատեք, կլինի։ 680,000 քաղաքացիները մարդը գրել է ժեխա, լրատվականը ուղիղ խոսքը վերցրել, մեջբերել է։ Այս ինչ մարդը ասել է, որ 680,000 քաղաքացիները ժեխ են։ Հիմա դուք ասում եք, որ այդ ստատուսը վերցնելով, առանց փոփոխության, առանց ինչ-որ մոնտաժի, առանց նրա դնելը ու հայտնելը, որ այս ինչ մարդը տենց բան է ասել, թիրախավորում է այդ մարդը։ Պարոն Ալեքսանյան, կներեք, գուցե Մարդու հրապարակային հայտարարություն 1000 ներողություն կներեք, Ժորժ ջան, կներեք, բայց ես ներողություն ընդհանրապես ես կարծում որ ոչ լրատվականը, ոչ էլ ինչ որ մեկը չպետք է ներողություն խնդրի նրա համար, որ կանգնել ու պաշտպանել ու կամ ներկայացրել որ Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիներին չի կարելի վիրավորել, չի կարելի Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիների ասել ժեղ ու սպասել որ դրանից հետո պետքա գան ճակատը պաչեն ու հերոսի կոչում տան։ Չէ, չեն տալու ու հերիք եղավ ու պետքա հարգել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում երկրորդ սորտ չեն, 1000 ներողություն։ Հերիք եղավ, բոլ եղավ արդեն։ Պարոն Ալեքսանյան, իսկ իհարկե դատապարտելի է դա, որտեղ այդ 680,000-ի մեջ վստահ եմ իմ շրջապատիցել են ինչ որ մարդիկ մտնում, բայց կներեք, բանախոսը պարոն Ալեքսանյանն է, թե Տիկին Մանուկյանը, հստակեցնենք, որ հարցը հնչեցնենք։ Դուք եք, այս պահին դուք եք, պարոն Կիրակոսյան։ Կարող եմ հարց տալ, դուք եք բանախոսը, շնորհակալություն։ Ես կխնդրեմ իդեպ Դուք եք բանախոսը, պարոն Ալեքսանյան, ձեր չեպազրույցն է սա, բայց իրոք դուք էլ մի քանի անգամ միջամտեցիք, դուք էլ մի քանի անգամ բանա։ Սա ձեր չեպազրույցն է։ Պարոն Կիրակոսյան։ Սա եթե ձեր չեպազրույցը չի, ես թողնեմ գնամ։ Պարոն Կիրակոսյան, դուք էլ մի քանի անգամ միջամտեցիք։ Ձեր չեպազրույցն է։ Պարոն Կիրակոսյան։ Սա ձեր չեպազրույցն է, կներեք։ Պարոն Կիրակոսյան, առնվազն այն հաշվի առնելով թե քանի անգամ դուք էլ ընդհատեցիք, ինձ թվում է շատ ոչ գործընկերային էր ձեր կողմից, մյուս գործընկերոջ ընդհատումը այդքան բան։ Պարոն Ալեքսանյան, հիմա վերադառնալով գրառմանը, շնորհակալություն, որ վերադարձան ձեր չեպազրույցի տրամաբանությանը։ Հիմա իհարկե դատապարտելի է ցանկացած հայի անկախ իր քաղաքական Հայաստանը եւ ընդհանրապես մարդու ինչ որ մի բան ասել, այդ թվում նաեւ ժեղ, զոմբի եւ այլն։ Բայց երբ որ 4 տարի անց իր տունը կորցնելու ֆոնին հուզական գրառում արված ստատուսը 4 տարի լրիվ այլ իրավիճակում է հանվում եւ ներկայացում, դա ինչքանով է արդարացնում։ Նախ թույլ տվեք ասել, որ ես որքան նայել եմ այդ հրապարակումը, այնտեղ կոնկրետ մի հրապարակում չի։ Այնտեղ սենց սիստեմատիկ տարբեր տարիների, այս 4-5 տարվա ընթացքում տարբեր տարիներին դուք միջև հասարակ փողոցում ճեպազրույց տված կնոջ սկրինը արած, այդ կնոջ նկարը վերցրած, այդ նույն կնոջ էջում դրած ու նրան խոտակեր է անվանել այդ կինը քաղաքական հայացքի համար։ Հիմա կներեք էլի այդ սիստեմատիկ այդ բոլորին բուլինգ անել, բոլորին վիրավորել, ժեղ ասել, անասուն ասել, խոտակեր ասել, այս ասել, այն ասել քաղաքական հայացքների համար, այդ ամեն ինչի հետ տենց օքեյ պետք է լինեն։ Այսինքն լրատվականը իրավունք չունի լուսաբանի, որ այս ինչ մարդը ատելությունը տարածում։ Ձեր նշած կինը ատելության քարոզիչ է ակնհայտորեն։
Մարդը ուղղակի չեպա հասկանում եք փողոցում ինչ որ մի լրագրող մոտեցել է մի կնոջ տարիքն առած կնոջ հարցա տվել նա էլ պատասխանա տվել ընդամենը այդ կնոջ անցանքը պատասխան տալն այդ կինը վերցրել նկարը դրել է իր էջում գրել է խոտակեր անասուն Վատ արել նույնը դուք պետք է բայց ինչ են անում տեղեկացնում են որ այդ մարդիկ բան են անում այդ մարդկանց թիրախավորում Այսինքն եթե նա արել է դուք էլ անեք որ չէ այսինքն բայց ի՞նչ են ասում իրանց այսինքն ի՞նչ է նշանակում տեսել եք կոմենտներ դուք ձեր կոմենտները տեսել եք Դուք ձեր ասենք տաշիր գրուպի սարքած AI-ով վիդեոները տեսել եք այդ ամեն ինչը։ Տեսել եք այն որ ձեր փախած չգիտեմ ում ինչի տակ մտած Նարեկ Կարապետյանը, որ ինձնից բանավեճից թռած է մանգալի, տեսել եք ինչ վիդեոներ են սարքում։ Քաղաքական ուժերը այլ բան են։ Դուք ձեր լրատվականի կոմենտները տեսել եք։ Հիմա բացենք տենանք, եթե Բայց Արցախցու մասին չի կարելի ուղակի կոմենտ գրել, Արցախցու։ Բոլոր մարդկանց մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ջանդամ, թքած վրեքները։ Քաղաքացի հարգելիս քաղաքացիները հասարակ չեն լինում։ Լինում են։ Ես նկատի ունեմ։ Լինում են։ Հա, ես նկատի Ես ունեմ։ այստեղ էլ քաղաքացիները լինում են հասարակ ու լինում են կապույտ արյունով, որպեսզի ձեր տաշիր գրուպի շեֆերն են, դա ձեր ընկալումն է։ Հայաստանի Հանրապետությունում չկան հասարակ ու հատուկ քաղաքացիներ։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հատուկ են ու կներեք այդ վերևից նայելը քաղաքացիների նկատմամբ այդ օլիգարխիկ կլանին բնորոշ այդ գիծը թարգեք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այ հենց այդ ձև իրանց վերևից նայողներին հունիսի 7-ին պատասխան Ալեքսանյան, ասում եք կմնա